Միասին կտրեցինք սլայզերով խոզի միսը, ահա այսպիսի սիրուն կտորներ ենք ստացել։ Հիմա կբռնենք աղա ջուրը միասին։ Մենք ունենք այստեղ 1 լիտր ջուր, 5 գրամ ունենք կարմիր բիբար, 5 գրամ սև բիբար, 5 գրամ քիմիոն։ Ունենք այստեղ 20 գրամ աղ, 10 գրամ նիտրիտով աղ, 5 գրամ սխտորի փոշի եւ 5 գրամ շաքարավազ։ Ունենք այստեղ ներկանյութ կարմիր գույն, ահա գույնը կարմիր։ Լցնում ենք սկզբից ներկանյութը։ Համեմունքները լցնում ենք իրար հետ։ Համեմունքները մի հատ խառնում ենք լավ իրար հետ, ընկերներ ջան, եւ լցնում ենք։ Լավ խառնում ենք։ Մի րոպե ձեռքով կխառնենք, համեմունքները արդեն պատրաստ կլինեն։ Շատ լավ լուծվեց համեմունքները, ընկերներ ջան։ Հիմա միսը տեղափոխում ենք ջրի մեջ արդեն։ Իրարից սենց բացում ենք։ Հնարավորն է, որ կպած չլինեն իրար հետ մսերը։ Սենց մի հատ կխառնենք։ 3 օր մսերը կմնան աղաջրի մեջ, հետո կհանենք, միասին կեփենք։